Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, ուսալիություն, որին կարող եք վստահել։ Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտող, 21 TV-ի եթերում իր աշխատանքն է սկսում օրդ բարի առավոտյան ուրախ, մշակութային եւ լավ տրամադրություն տվող ծրագիրը։ Այժմ առաջարկում եմ արթնանալու համար գնանք ընդհատվենք մի լավ տեսահոլովակով, խնդրենք մեր ռեժիսորին արթնացնող տեսահոլովակ, արթնացնող ռիթմը։ Վերադարձանք իհարկե, ով քնած է, թող արթնանա արդեն, որովհետև ուշ է, օրը ճաշ է դառնում, չի կարելի շատ քնել, իսկ շատ քնելուց դուք կթուլանաք, այնպես որ պետք է իհարկե քունը շատ կարևոր բան է, ասում են, որ օրվա ընթացքում եթե քունը տանում է, պետք է մի փոքր քնես, որպեսզի էներգիա հավաքես։ Անկախ նրանից 20 րոպե, 10 րոպե, բայց առավոտյան երկար մի քնեք, առավոտյան շուտ արթնանալը առողջարար է։ Առողջ ապրելակերպի համար նաև պետք է լավ մարզավիճակում գտնվել, պետք է լավ մշակույթի եւ լավ մարդկանց հետ շփվել, որպեսզի իհարկե առողջ մնաս։ Առողջ մարմնում, առողջ հոգի, իհարկե սկզբունքով։ Եվ այսօր մենք իհարկե ունենք շատ հետաքրքիր հյուրեր մեր տաղավարում, որոնց ես այժմ կներկայացնեմ, ովքեր առողջ մշակույթի կրողներ են եւ նրանք գնացել են, մասնակցել են միջազգային մրցույթի, վերադարձել են հաղթանակով, պատրաստվում են արդեն Հայաստանում համերգներ ներկայացնելու եւ այսպես ներկայացնենք մեր հյուրերին, մեր հյուրերն են երկչուհի Անի Դանիելյանը, բարի առավոտ, եւ նրա ստուդիայի սաները Էլեն Պողոսյանը եւ Աննա Թաթուլյանը։ Իդեպ մայիսի 18-ին Մոսկվայի տան մեծ դահլիճում տեղի կունենա Դանիելյան վոկալ ստուդիայի մեծ մենահամերգը նվիրված ստուդիայի 3-ամյակին։ Պատկերացնում եք, եւ այսօր մենք կզրուցենք իհարկե այս գեղեցկուհիների հետ։ Ինչպես եք։ Լավ, շնորհակալություն։ Դուք ինչպես եք։ Լավ։ Ինչպես է սկսում ձեր առավոտը։ Այս տաղավարում շատ վառ, գունավոր, հրաշալի։ Իսկ տաղավարից դուրս։ Տաղավարից դուրս ավելի վառ, էմոցիոնալ, պատրաստվում ենք, որպեսզի լավ ներկայանանք մեր մենահամերգին։ Այ Անի ջան, կուզենամ մի փոքր հետ գնանք եւ խոսենք նրա մասին, որ ունեք 3 տարի արդեն գործող մշակութային մի, այսինքն կետ, որտեղ որ կրթվում են երեխաները, երաժշտություն են, հա, սովորում երգել, իհարկե բավականին լուրջ, իհարկե դա արվեստ է, եւ գնանք հետ ու պատմենք, թե ինչպես առաջացավ այդ գաղափարը, մտահղացումը ստեղծել այսքան երիտասարդ, չնայած որ դուք եւս երկում եք, իհարկե գիտենք, որ երգչախմբում եւ ունեք երաժշտական ճանապարհ։ Սիրով ներկայացնեմ, ամենից սկսվեց երևի հենց իմ մանկությունից, որ արդեն 16 տարի է երգել եմ Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբում մայստրո Տիգրան Հեկիքյանի ղեկավարությամբ, ոգեշնչվելով իր ստեղծած արվեստից, երբևիցե չպատկերացնելով ինձ այս մասնագիտության մեջ իրականում, փորձում եմ 3 տարի առաջ առաջին այսպես մուտք գործել դասարան ու հենց առաջի պահից սիրահարվում եմ եւ մասնագիտությանս եւ երեխաների սիրուն, ջերմությանը, հոգատարությանը ու տարիների ընթացքում հասկանում եմ, որ ես ճիշտ տեղում եմ, ճիշտ միջավայրում եմ ու տարի առ տարի ավելի եմ համոզվում այդ ամեն ինչում։ Կարող ենք ասել, որ մայստրոյի գործակիցը ունեցել է կարևոր ազդեցություն ձեր մանկավարժությամբ զբաղվել, որտեղ ինքը հրաշալի մանկավարժ է։ Այո, մեծ դեր ունի եւ նաեւ միջնորդ է հանդիսացել, որպես մանկավարժ, որպես մասնագիտանամ եւ ոգեշնչվելով, ճիշտ է իր խոսքը արդեն մեծ ուժ տալով, արդեն ոգեշնչված գնացի դեպի այդ ուղղությամբ։
Որն է կարևոր այսօր, այսինքն երկեցողության մեջ, որ ձեր ստուդիան տալիս է, ինչի վրա է շեշտը ավելի շատ դնում։ Տեսեք, քանի որ մանկուց ինձ սովորեցրել է հենց մայստրոն առաջնահերթ լինել լավ մարդ, երկրորդը լինել լավ հայրենասեր, եւ արդեն նոր երրորդ այսպես աստիճանից գալիս է լավ երկեցողություն լսելը, ամենակարևորը մակարդակով երգ լսելը եւ այդ ամեն ինչը նաեւ փոխանցել նոր սերունդներին, այսինքն հիմա մեր հայաստանյան մշակույթում շատ տարբեր ժանրերի ստեղծագործություններ կան եւ պետք է իրենց ուղղորդել, որպեսզի նրանք կարողանան ճիշտ երգեցողություն լսել։ Կարծում եմ հենց ամենահիմքը եւ ճիշտը հենց այդ կետից սկսելն է։ Շատ են սաները։ Արդեն 35 սաներ ունենք։ Դուք եք հենց զբաղվում բոլորով, այսինքն ձայնավարժություններ, երգերի ձայնավարժություն, այո, հետո միասին միանշանակ երգերի ընտրություն, մեծ մասամբ իմ խորհրդատվությամբ տարբեր ժանրերում երգում ենք եւ հայրենասիրական եւ արտասահմանյան եւ հայկական տարբեր ժանրերում ունենք ստեղծագործություններ։ Այ խոսեցինք հայրենասիրական, հա, երգերի մասին։ Գիտենք, որ նախորդ տարի ձեր սաների հետ միասին գեղեցիկ իհարկե շատ ստիպված ստեղծագործության գինիլից ստեղծագործության հիմա վրա տեսահոլովակ եք նկարահանել եւ այժմ առաջարկում եմ դիտենք տեսահոլովակը, վերադառնանք ու շարունակենք իհարկե ձեր բերումների մասին։ Այս պահին մեզ մոտ տեսահոլովակ գինի լից վոկալ ստուդիայի սաները կկատարեն այս գեղեցիկ ու սիրված մեր ազգային ստեղծագործությունը։ Գնացինք։ Come on,
Վերադարձանք, իհարկե բոլորս գինին լցրեցինք եւ ավելի ոգեշնչող դարձանք, այսօր ավելի հայրենասեր դարձանք, քանզի հայրենասիրական երգերը, ստեղծագործությունները մեր ազգային, մեր երաշտական, մեր ապրելակերպի ամենակարևոր եւ ամենաանկախտելի իհարկե հիմքն են կազմում եւ առանց նմանատիպ երաժշտության արվեստի իհարկե ազգայինին մոտ լինել հնարավոր չէ։ Եվ պետք է հիշեցնեմ, որ այս պահին մենք զրուցում ենք իհարկե ուրեմն Անի Դանիելյան վոկալ ստուդիայի սաների եւ անձամբ իրենց ղեկավար Դանիելյան Անիի հետ։ Անի ջան, գնացել եք եւ մասնակցել եք վերջերս տեղի ունեցել Շարմ el-Շեյխում միջազգային, նմանատիպ ինչ փառատոն, որը կազմակերպել է Գյուրջինյանը, մրցանակաբաշխություն, եւ այդ մրցանակաբաշխությանը վերադարձել եք, այսինքն վերադարձել եք հաղթանակած պարգևներով։ Խոսենք դրա մասին, ինչպես առաջացավ գաղափարը եւ կուզենամ, որ երեխաները այս մասին խոսեն։ Խնդրեմ։ Պողոսյան Էլենն եմ։ 2024 թվականին մասնակցել եմ Շարմ el-Շեյխի Գյուրջինյան Production-ի կազմակերպած մրցանակաբաշխությանը, շատ հետաքրքիր էր ինձ համար ամեն ինչ, թե ժամանցային առումով, թե փորձի առումով, քանի որ առաջին անգամն էր ընդհանրապես, որ երկրից դուրս էի մեկնում, կրկնապատկվում էր այդ հետաքրքրությունը եւ ընդհանուր շատ հետաքրքիր էր ինձ համար շփվել այդ ոլորտի մարդկանց հետ, ընդհանուր առօրյան շատ իրոք հետաքրքիր էր եւ անգնահատելի էր այդ փորձը, որ ձեռք բերեցի։ Քանի տարի է որ հաճախում եք ստուդիա եւ երգում եք։ 1.5 տարի մոտավորապես ինչ ընդհանրապես երգում եմ, դրանից առաջ 3 ամիս այլ տեղ եմ զբաղվել վոկալով, այսինքն կարելի ասել հենց սկիզբը ամեն ինչի դրվել է ընկերանի հետ։ Շատ լավ, հիմա լսենք Անիին։ Ես Անան եմ Թաթուլյան, մասնակցել եմ Եգիպտոսում Շարմ el-Շեյխ քաղաքում Գյուրջինյան Production-ի կազմակերպած մրցանակաբաշխությանը եւ շատ մեծ ոգեշնչմամբ գնացել եմ Եգիպտոս առաջին անգամ եւ ճամփորդել եմ ինքս ընկերանի հետ։ Քանի տարի է որ երգում եք Աննա դուք։ Ես երգել եմ Բերմանկոց, իսկ Անի Դանիելյան վոկալստությամբ 3 տարի արդեն։ 3 տարի արդեն, այսինքն հիմնադրման օրվանից հիմնադիրներից եք, այսպես ասած։ Այ կառաջարկեմ փոքրիկ ստեղծագործություն այս բային դուք եւ իհարկե առանձին ինչ կհիշեք մեզ համար կատարեք։ Ես կերգեմ Սիրո հասակից մի փոքր մաս։ Սրտիս մեջ էլ կյանք մայիս, խենթի նման եմ գալիս, աշխարհին ժպտում է խանդավառ, իմ չորս կողմը վարդունազանք, հազար կարոտ դու երազանք, ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ։ Շնորհակալություն, ծափարական։ Ընկերուհուն էլ չէ, եւս տանք հնարավորություն փոքրիկ մի ստեղծագործություն։ Ես կկատարեմ փոքր հատված, չնայած որ առավոտ շուտ է, բայց այնուամենայնիվ վոկալիստները պետք է երգեն, կապ չունի։ Կկատարեմ փոքր հատված stand-up-ից, հենց որը որ լինելու է մենահամերգին։ And I don't mind if I lose any blood on the way to salvation. I will fight with the strength that I got until I die. So I'm gonna stand up, take my people with me. Together we are going to bring you home. Bravo. Անի ջան, խոսենք ինչ է սպասվում մայիսի 18-ին, Մոսկվայի տանը։ Մայիսի 18-ին սպասել ենք գրեթե 1 տարի, 1 տարի անընդմեջ պարապելով, փորձել ենք հավաքել ծրագիր, որտեղ որ երեխաները կներկայանան հրաշալի եւ երկեցողության առումով եւ արտիստիկ կերպարով լինելու են եւ շոուներ, եւ հյուրեր, եւ պրեմիերաներ, եւ արտասահմանյան ստեղծագործություններ եւ ժողովրդական ստեղծագործություններ եւ նշեմ, որ համերգին մասնակցում են 5 տարեկանից մինչեւ 25 տարեկան սաները։ Սիրով սպասում ենք բոլորին եւ ուզում եմ ասել, որ միասին ունենալու ենք շատ վառ, անմոռանալի եւ գեղեցիկ օր։ Իսկ անակնկալներ։ Անակնկալները հենց լինելու են պրեմիերայի տեսքով, քանի որ ես լինելով այս ասպարեզում արդեն 17 տարի, առաջին անգամ ներկայանալու եմ իմ ստեղծագործությամբ, որը որ առաջին անգամ կհնչի հենց այդ օրը։ Մենք ձեզ մաղթում ենք հաջողություն, վստահ որ մեր հեռուստադիտողը եւս տեղեկություն ստացավ թե ձեր ստուդիայի մասին, թե ձեր ստեղծագործական աշխատանքների մասին, արվեստով զբաղվելը այնուամենայնիվ միայն բարիք է բերում։
Ձեզ հաջողություն ենք մաղթում, իհարկե։ Ձեզ Շատ Լիքը լավ բեմեր եւ ձեր երազած բեմերը եւ ամենակարևորը արվեստի մեջ եղեք միշտ եղեք པարզ եւ ուղիղ ու շիտակ։ Բեմը սիրում է ճշմարտություն։ Եթե խաբեք հաստատ հանդիսատեսը տեսնելու է։ Իսկ ես վստահ եմ, որ ձեր սիրուն աչիկներից գալիս է, որ դուք շատ բարի եք ու միշտ ժպտում եք ու կուզենամ մի անգամ ձեր համերգին լինեմ, եթե իհարկե ինձ հրավիրեք։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, այնպես որ եւ ձեր աշխատանքային գործունեությանը եւս եւ ձեր մասնագիտական։ Սիրելի հեռուստադիտող, որքան հնարավոր է ձեր երեխաներին, ձեր ընտանիքի անդամներին, ձեզ նաև ինչու ոչ մոտ պահեք արվեստին, նախ եթե իհարկե սիրում եք գնացեք երգեք, չգիտեմ, ինչ որ արվեստով զբաղվեք, նկարեք, ձեր օրը փոխեք իհարկե արվեստով լցնելով։ Եվ դրանով իհարկե կփոխվի ձեր ներաշխարհը, ձեր կյանքը եւ կունենաք ավելի գեղեցիկ ու գունավոր առօրյա։ Իսկ մենք ձեզ այսօր ասում ենք Մինչ հանդիպում հաջորդ առավոտ մնացեք բարյավ, ձեզ հետ էր Վրեժ Կիրակոսյանը 21 TV եթերում օրդ բարի շրջանակներում։ Լավ եղեք։ Մի գեղեցիկ տեսահոլովակով էլ ավարտենք։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։
Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատվություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Պրոֆ Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։